Արարատյան խոհանոցն է բարձր տրամադրությամբ, բարև ձեզ բարեկամներ, ինչի բարձր տրամադրությամբ, որովհետև պրպտումները, որովհետև այդ փնտրտուքը մեզ բերում է մի լավ նոր ուտեստի պատրաստման։ Այսօր այդ օրն է եւ դրա համար ես հենց սկսեցի մեր հաղորդումը նշելով, որ մեր տրամադրությունը շատ բարձր է։ Եվս մեկ անգամ ողջունում եմ ձեզ եւ շատ շնորհակալություն, որ հետևում եք մեր հաղորդումներին։ Բարեկամներ, այսօր մի լավ ուտեստ ենք պատրաստելու եւ դուք գիտեք, որ ուտեստի լավ լինելը դա նրանում է կայանում, որ մենք նոր համադրությամբ, մենք նոր տեսքով եւ նոր ուտեստ ենք ստանում, օգտագործելով հայկական տեխնոլոգիան, օգտագործելով մեր բնաշխարհի համեղ եւ մաքուր մթերքը։ Այսօր այս ուտեստը պատրաստելու ենք իմ հյուրի հետ հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության հիմնադիր անդամ, ձեզ արդեն քաջածանոթ Արտավազդ Սարոխանյանի հետ։ Ողջույն ընկեր Մամուլյան։ Ինչպես է, տրամադրությունը ոնց է, լավ է արդյոք, թե տրամադրությունը ողջունեմ եւ շարունակենք։ Ողջունի եւ շարունակենք։ Ողջունում եմ բոլորին իհարկե դա շատ կարեւոր է։ Ես սիրում եմ, երբ որ առավոտյան դուրս գալուց տանից, ուղղակի ողջունել, բարի լույս ասել, բարի լույս, բարի օր ասել, բարի երեկո ասել, դա պետք է մեր մեջ այդ ամենը ներարկենք եւ անենք այդ։ Բարև ձեզ բարեկամներ։ Ինչ ենք պատրաստելու Արտավազդ ջան, այս լավ տրամադրությամբ։ Պատրաստելու ենք կերակրատեսակ աղցան։ Այո։ Նախուտեստ, ասենք ասենք, որը պատրաստվել է արիշտայով, կարմիր լոբիով եւ մի քանի թանձրուկներով, սոուսներով։ Մեզ շատ Աջիկա ունենք այստեղ, ես տեսնում եմ։ Այո։ Կտրատված սող, մարվանդակ։ Նոր ունենք, աշտարակ սոուս ունենք։ Ահա, նախնական զրույցում դու նշեցիր, որ մենք ունենք ճանաչված, շատ ճանաչված, հատկապես Շիրակի մարզում, ուտես, որ կոչվում է պոչապուր։ Պոչվապուր, այո։ Եվ պոչվապուրի մեջ օգտագործել են կարմիր լոբի, արիշտական խմորից Խմորից պատրաստվող հենց տեղում պատրաստվում էր, կտրատվում էր եւ լուծում պոչովապուր էր։ Եվ մենք որոշեցինք արիշտա օգտագործենք, այդ պոչովապուրը ներկայացնենք նախուտեստի տեսքով։ Որպես աղցան։ Այո, որպես աղցան։ Նախորոք ներողություն ենք խնդրում այն մեր հայրենակիցներից, ովքեր հատկապես Շիրակի մարզից, ովքեր կարող են ասել, դե լավ, մեր պոչովապուր ինչի եք աղավաղում, չենք աղավաղում բարեկամներ, այլ մատուցման եղանակ, դա կհարստացնի, մի համանգստացեք, կհարստացնի մեր խոհանոցը։ Եվ եկեք գյումրեցիներին հրավիրենք այս աղցանը ճաշակելու, մեր սիրով հրավիրում ենք։ Գնացինք։ Ես ունեմ գթալները։ Ունենք խաշված արիշտա։ Ավելացնենք արիշտան։ Խոհարարների մեջ մի այսպիսի բան կա, որ մեկը մյուսին հարցնում է պոչովապուրը գիտես պատրաստել։ Իհարկե գիտեմ, եւ հարցնում է ինչի պոչից։ Իհարկե հորթի պոչից են պատրաստում եւ այստեղ Շիրակի մարզի մեր հարգարժան բարեկամները արդեն սկսում են խնդալ։ Ոչ, պոչը, այսինքն այս արիշտայի մասին է պոչ, այդտեղ անասունի կամ որևէ այլ կենդանու պոչ չկա, խաշված լոբի կարմիր, շատ արագ պատրաստվող աղցան է, մի քիչ դժվարանում եմ աղցան անվանեմ, չգիտեմ, ավելացնում ենք պղպեղի այս թանձրուկը, աջիկա, մի խուսափիր, ասա աջիկա, այսպես առատորեն ավելացնենք չոր ասպրամ եւ հուշենք մեր հեռուստադիտողներին, բարեկամներ, ընդհանրապես աղցանները այդպես շատ խորքային, այդպես ազգային պատկանելություն չունեն, այնպես որ դուք էլ կարող եք յուրաքանչյուր համադրություն, այդպես բնականաբար մի քիչ համադրելի մթերքների հետ եւ ստանալ աղցան եւ կոչել ազգային։ Լոբուն ավելացրեցինք արիշտային ավելացրեցինք լոբի, ճիշտ, կտրատած գլուխ սոխը, աջիկան, պղպեղի թանձրուկը, աշտարակ սոուս, ասպրամ չորացրած, կծու պղպեղ ավելացրեցի, նոր ավելացնենք, նրան հատիկներ, մի փոքր այդ թթվությունն էլ տանք մեր նախուտեստին եւ մի վարքյան, այսպես ունենք։ Մի քիչ
կանաչի ավելացնենք սամիտ եւ մարվանդակ։ Մարվանդակի ցողունը թե տերևները։ Եվ ցողունը եւ տերևները։ Եվ մի փոքր բույրի համար սև պղպեղ։ Հոր կտամ սև պղպեղը օգտագործել ոչ թե այդ փոշին, Նախորոք աղացված փոշին, այլ հենց տեղում աղալ։ հենց տեղում աղալ։ Եթե չունեք աղած, ուղղակի կարելի է դանակով ջարդել եւ հետո այսպես դանակի սուր մասով մանրացնել։ Եթե ունենք աղած, այսպես աղացով հավատացեք բույրը ավելի լավ է, համը ավելի լավ է։ Եվ շատ մանր աղացվածները բարեկամներ օգտակար չէ։ Ահա, ավելացրեցինք։ Խառնենք։ Այո։ Եվ խառնելուց հետո նոր ավելացնում ենք ձեթը։ Իսկ ձեթ կարող ենք յուրաքանչյուր Ձեթը կարող ենք օգտագործել եւ արևածաղկի եւ ձիթապտղի յուղ։ Կամ զեյթունի ձեթը։ Ահա եւ վերջ։ Եվ վերջ պատրաստ է։ Այստեղ մեզ մոտ ստացվել է մոտորապես 2.5 բաժնի չափով։ Լրիվ չդնենք, ընկեր Մամուլյան։ Այո, 1.5 բաժինը պահենք հետո։ 1.5 բաժինը մենք առանցին, այո, մենք ունենք բացի մեզանից այստեղ կա նկարանող խումբը, մեր ռեժիսորը բարև ձեզ, որը չգիտեմ ինչի սկսեց պատկերացնելը, ծիծաղով թե ինչ համք ունեն այս աղցանը, նախուտեստը։ Եվ ավելացնում ենք Հացփունջ, հացափունջ, չորացրած մեր լավաշները։ չորացված տապակված լավաշներ, հացերի հացը։ Կանաչի սոխը վերցնենք 2 հատ, այսպես մի փոքր էլ սամիտ, ահա, կարծում եմ, որ ստացվեց, ապրես, շնորհակալություն, շնորհակալություն ձեզ ընկեր Մամուլյան, հարգելի հեռուստադիտողներ, ձեր անունից եւս մեկ անգամ պիտի շնորհակալություն հայտնեմ Արտավազդին, այո, իրականում ուտեստը հասարակ կամ, չգիտեմ, հատուկ չի լինում, ուտեստը որքան հասկանալի, այնքան նրա արժեքը, նրա գինը բարձր, այնքան ընկալելի ճաշակողի համար, չէ որ մենք պատրաստում ենք ճաշակողի համար եւ ճաշակողը պիտի հասկանա անկալի ինչ է ճաշակելու, այնպես որ այս ուտեստի հետ կապված խնդրում եմ այլ անվանումներ չփնտրել, ուղղակի աղցան էր, որ մենք պատրաստեցինք։ Բարեկամներ, մեր ժամանակը կամաց սպառվում է եւ մեզ մնում է ուղղակի եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ձեզ, որ ընկդիր եղաք մեր հաղորդումներին եւ ուզում եմ, որ մենք միշտ միասին լինենք։ Այդ միասին լինելը հենց այնպես մերկապարանոց չհնչի, դա ունենա լավ արդյունք եւ այդ արդյունքը լինի այն, որ մենք դառնանք առողջ ու երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք։ Հաղթանակների դարն է, շրջանն է գալիս արդեն եւ պիտի ունենանք նաեւ համբերություն։ Եվս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ստեսություն բարեկամ։ Նախուտեստ. կարմիր լոբի 200 գրամ, արիշտա 100 գրամ, աջիգա 4 ճաշի գդալ, սոխ 70 գրամ, մարվանդակ 10 գրամ, նուռ 30 գրամ, աշտարակ սոուս 1 ճաշի գդալ, ձեթ 30 գրամ, աղ, սև պղպեղ, բարեխորժակ։